ամենամեծ դրական ազդեցություն թողել մեր հասարակության վրա։ Եթե ավելի բարի բաներից ասեմ, դա հայրության արձակուրդն է, որ մինչև այս պահը մենք եւ որ բալիկ էր ծնվում ընտանիքում, հայրերը չէին կարողանում գնալ արձակուրդ, հիմա 5 օրյա վճարովի արձակուրդ։ Ինչպես եք հաղթահարում լարված կամ քննադատական իրավիճակներում։ Հիմա սովորաբար շատ հումորով եմ վերաբերում նաև ամենասուր քննադատության։ Եթե ես հավատում եմ այն օրակարգին, ես կարծում եմ Հայաստանի համար լավ բան եմ անում, դրանից անդին ես զգում եմ մարդկանց աջակցությունը։ Կաներն այսօր ինչպես կարող են ազդեցություն ունենալ իրենց երկրի վրա։ Դա ակտիվ մասնակցել տարբեր հասարակական կառույցներում նախատեսված միջոցառումների։ Կարող եք անել պետության համար, դա լավ սովորելն է։ Օրինակ, եթե դուք ուզում եք լավ իրավաբան դառնալ, դուք պետք է իմանաք, որ օրինակ պետությունը նախատեսում է համալրել այս ինստիտուտները։ Որտեղից է բյուջեն ձևավորվում։ Օրինակ, կարանք մենք ոնց ուզենք այդ փողը ծախսենք։ Եկեք մի հատ մտածենք իմ հիմնական գործառույթը որպես պատգամավոր ինչ է։ Հաճախ ենք մենք նիստեր գումարում, հեչ նկատել եք։ Եթե սենց շատ բարձեցված ասեմ, հավաք